Մայիսի 20-ին Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում մի տղամարդ տանակով հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա եւ աշխատակիցներին թույլ չի տալիս դուրս գալ մեքենայից։ Ահազանգը ստանալուն պես ոստիկանները դեպքի վայր մեկնեցին եւ րոպեներ անց բռնեցին նույն գյուղի բնակիչ 1983 թվականին ծնված նախկինում դատապարտված Նաղաշ Եղյանին, որն առնաշաղախ դանակը ձեռքին հարձակվել էր իրեն օգնության հասած բուժաշխատողների վրա։ Եղեգնաձորի ոստիկանները մարմնական վնասվածքներ ստացած Եղյանին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց։ Պարզվեց, որ ժամը 16-ին Եղյանի մայրը զանգահարել էր Եղեգնաձոր բժշկական կենտրոն եւ ասել, որ որդին տանն ինքն իրեն դանակով վնասել է։ Բուժաշխատողները շտապել էին գյուղ ու վերածվել թիրախի։ Եղյանը դանակը ձեռքին հարձակվել էր մեքենայի վրա, թույլ չտալով բժիշկներին նույնիսկ դուրս գալ, հայհոյել էր նրանց, սպառնալիքներ տեղացել, հարվածել ու վնասել մեքենայի դիմապակին։ Պատմությունն ավարտվել էր, երբ դեպքի վայր են հասել ոստիկանները, որոնցից մեկնի դեպ վնասվել էր Եղյանին բերման ենթարկելիս, նրա դանակի հարվածից։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կասկածյալ Նաղաշ Եղյանը բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը վերցվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։